142 հրաման, 40 հռչակագիր, 42 հուշագիր։ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփն ամփոփել է 100 օրվա արածն ու չարածը, մոտ 1.5 ժամում։ 2025-ի հունվարի 20-ին Թրամփը երկրորդ անգամ մտել է Սպիտակ տուն։ Դրանից հետո գրեթե ամեն օր են Սպիտակ տնից դուրս եկող լուրերը հայտնվում քննադատությունների կամ գովասանքների կենտրոնում։ Այստեղ ենք մեր ազգի սրտում, նշելու մեր երկրի պատմության մեջ որևէ վարչակազմի ամենահաջող առաջին 100 օրը։ Բոլորն են ասում, որ այն ամենահաջողն է պատմության մեջ։ Դեռ նոր ենք սկսել, դեռ ոչինչ չեք էլ տեսել։ Ըստ Գելափ հասարակական կարծիքի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի, Թրամփը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ միակ նախագահն է, որին 100-օրյա պաշտոնավարումից հետո աջակցում է բնակչությունից կեսից էլ պակասը, ըստ հարցումների նրա վարկանիշը 44% է։ CNN-ի հաշվարկով Թրամփի նախագահության 3 ամիսների ընթացքում ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել է 121,000 պետական աշխատող։ Հպարտ եմ, որ արդեն 25% մաքսատուրք եմ սահմանել բոլոր արտասահմանյան ավտոմեքենաների համար։ Դրա շնորհիվ ավելի շատ աշխատատեղեր կստեղծվեն մեր նահանգում։ Կարճ ժամանակում դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, Գազան դարձնել դրախտային երկիր, Միացյալ Նահանգներից վտարել արյունարբու հանցագործներին, կրճատել դաշնային ծախսերը, վերջ դնել անհեթեթ բաց սահմանների քաղաքականությանը։ ԱՄՆ նախագահի պնդմամբ իր վարչակազմը գերազանցել է նախորդ վարչակազմերի կողմից սահմանված բոլոր ռեկորդները։ 2024 թվականի նոյեմբերին ընտրություններից առաջ իր կողմնակիցներին տված խոստումներից որն է կատարել ԱՄՆ նախագահը առաջին 100 օրվա ընթացքում։ Նախ ուկրաինական պատերազմ։ Ռուսաստանը երբեք չէր հարձակվի Ուկրաինայի վրա, երբեք դա չէր անի։ Պուտինն ու ես հիանալի ենք իրար հետ։ Մենք շատ լավ ենք իրար հետ։ Սա լավ է, ոչ թե վատ։ Թրամփն իրեն կարգել էր ռուս-ուկրաինական պատերազմը բանակցային դաշտ բերելու թիվ 1 առաջնորդ։ Հայտարարում էր, որ եթե ինքը լիներ նախագահ Բայդենի փոխարեն, պատերազմը չէր էլ սկսվի։ With us you start having cards, but right now you don't, you're playing cards. Երկու ամիս առաջ Օվալաձև սենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա մատ թափտալուց հետո Թրամփը կարծես կամաց-կամաց հրաժարվում է իր միջնորդական առաքելությունից։ Հեշտ չէ Պուտինի ու Զելենսկիի հետ։ Հունվարից ռուս-ուկրաինական ճակատում միայն 577 ուկրաինացի է զոհվել։ Բայդենի վարչակազմին քննադատող, աշխարհին խաղաղության խոստումներ տված Թրամփն Ամերիկան հզորացնենք նորից գրությամբ գլխարկով հունվարի 15-ից անձամբ է վերահսկում Եմենում հութիների թիրախներին հարվածելու գործողությունը, 123 մարդ է զոհվել։ Գազան գրավելու և ճգնահ երկիր դարձնելու փորձերն էլ կարծես չեն հաջողվում։ ԱՄՆ բանագնաց Վիտկոֆին չհաջողվեց հրեա պատանդներին տուն վերադարձնել։ Մարտի 18-ին կարճատև հրադադարից հետո Իսրայելը վերսկսեց հարձակումը Գազայում։ Թրամփի երթմնակալությունից հետո Գազայում զոհվել է մոտ 3000 մարդ։ Կարծում եմ Գազան հրաշալի վայր է։ Տարիներ շարունակ այդ կողմերում միայն սպանությունների մասին եմ լսում։ Պաղեստինցիները պիտի գնան այլ երկրներ։ Վստահ եմ, կլինեն երկրներ, որ կընդունեն նրանց։ Եվրոպական երկրների առաջնորդներից ցուրտ քննադատությունների արժանացող Թրամփը գոհ է իր կառավարումից։ Կարծում է, որ ինքն է կառավարում հիմա երկիրն ու աշխարհը, եւ ուրեմն ինչու ոչ։ Կարող է անգամ ամբողջ աշխարհի կաթոլիկ հոգևոր առաջնորդի աթոռին հավակնել։ Ես կցանկանայի լինել Հռոմի պապ։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։